Ես նաև լսել եմ մի կարծիք կամ մոտեցում, որ մահվանից հետո մարդիկ չեն ունենալու սեռ։ Արդյոք դա այդպես է, թե ոչ։ Հրեշտակները սեռ չունեն, այդպես է։ Բայց երկնքի արքայության մեջ մենք էլ մարդիկ պիտի դառնանք նույն ձևով, մեր այս նույն մարմնով, կատարյալ տարիքը 30-ն է, այսինքն 30 տարեկանում պիտի լինենք, 30 տարեկանի վրա։ Աղջիկի ով երբեք մահացել, ենթադրվում է, որ 30։ Այսինքն մարդը կատարյալ Ադամը 30 տարեկանում արարեց, Քրիստոս 30 տարեկանում եկավ քարոզելու, սկսելու քարոզությունը։ Հրեշտակները սեռ չունեն, այսինքն հոգին սեռ չունի։ Դրա համար է տարածված մարդկանց մեջ այդ ամեն ինչը։ Բայց անուններով մենք այդ ասում ենք Աստված Հայր, ուրեմն արական ենք հասկանում Ռաֆայել, Միքայել, Գաբրիել հրեշտակապետ, մենք արական ենք հասկանում։ Դրա համար նույնիսկ առաջարկ եղավ, չէ՞, տանից առաջ, որ Հայր մեր իքո նաև մայր մեր աղոթել, որ նաև Աստված ինչու սեռական։ Հետո Superwoman, այդ Superman ֆիլմը որ կար, հետո հնարեցին Superwoman, այսինքն նաև այդ սեռական բանը, որ ինչի արական, նաև իգական պիտի լինի այդ ամեն ինչի մեջ։ Հրեշտակները այո սեռ չունեն, երկնքի արքայության մեջ էլ ասում է, որ ոչ ամուսնանալու են մարդի են գնալու, ոչ էլ կին են առնել, այսինքն բոլորը Աստծո թագավորության մեջ նույնն են։ Եվ ըստ էության դրա համար նաև սեռ չունեն։